Բարեօր սիրելի ընկերներ, հեն մանկետում այսօր ես ունեմ իսկապես անակնկալ հյուր։ Ես օգտվել եմ առիթից, որ Համբիկ Սարաֆյանը կարճ այցով Երևանում է եւ նրան հրավիրել եմ իմ կարծիքով շատ հրատապ, շատ կարեւոր հարցեր տալու համար։ Բարեօր։ Բարև։ Կարծում եմ դες ներկայացնելու առանձնապես հարկ չկա, բոլոր դեպքերում երևի թե ասեմ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ։ Տեսեք, սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ամենայն դեպս արդեն մի քանի դարի պատմություն ունի, եթե չեմ սխալվում, Աստված ինձ հիշողություն տա, 1887 թվականին հիմնադրված կուսակցություն է։ Եվ այս 1887 թվականից առ այսօր անցած 139 տարիներին ձեր գնահատականով հնչակյան կուսակցության գործունեությունից որ դրվագներն են, որ առանձնապես կարևոր են եղել թե կուսակցության համար, թե նաև Հայաստանի համար։ Դե իհարկե ամենակարևորը հենց ի սկզբանե կուսակցության դրած նպատակները մանավանդ Օսմանյան կայսրության հետ կապված եւ նաեւ ընդհանրապես ժողովուրդների հետ կապված բավականին արդիական են եղել այն ժամանակ, մինչեւ հիմա արդիական են։ Այն առումով, որ օրինակ գլխավոր նպատակներից մեկը այդ մոտավոր նպատակ, որ համարվել է, դա Օսմանյան կայսրության տապալումն է եղել եւ այնտեղ ապրող ժողովուրդների ուրեմն անկախացումը, միջինը նաեւ Հայաստանի գաղափարը, անկախ Հայաստանի գաղափարը առաջին անգամ դնելով, այսինքն մեր պատմության մեջ չի եղել եւ կուսակցության կողմից է հնչել անկախ Հայաստանի գաղափարը եւ նաեւ ասվել է, որ այդտեղ պիտի ապրեն բոլոր ժողովուրդները կոնֆեդերատիվ, այսպես Շվեյցարիայի նման կարգավիճակով, որ բարձ է նաեւ Հայաստանն էլ նրանց մաս է կազմելու եւ մեր համար բարձ է, մենք միշտ այդպես կարևորել ենք այդ մեր 20 կախաղանների գաղափարը, Փարամազը եւ իր ընկերները, Հաստատուն ցեղասպանության առաջին զոհերը տվել են հնչակյան կուսակցությունը։ Եվ նաեւ ամենակարևորը, որ նրանք իրենց վերջին խոսքը ասելիս գեցե Հայաստան ասելով են կախաղան բարձրացել։ Ես մեր ունկնդիրներին նշեցնեմ, որ դա եղել է ցեղասպանությունից ամիսներ առաջ ամենայն դեպս Փարիզում։ Չէ, Գներեք Փարիզը շփոթեցի։ Դա եղել է ցեղասպանությունից մի քանի ամիս առաջ նախազգուշացումը, որքան հասկանում եմ, հնչել է այո, Փարիզում ֆրանսիացիներին են ասել ինչ է լինելու, ինչ է կատարվելու։ Չէ, 13 թվականի ուրեմն երբ որ արդեն տեղեկացել են, որ Սելոնիկում իթիհադականներ հավաքվել են եւ որոշել են Սալոնիկի ժողովից հետո, այո։ Ուրեմն այդ ժողովից հետո կուսակցությունը որոշեց 7-րդ համագումար գումարեց Կոստանդզա քաղաքում Ռումինիայի ու այնտեղ որոշվեց, որ պետք է պայքարել արդեն իթիհադի դեմ, զինյալ պայքար տանել ու կուսակցությունը, որ մինչ այդ 1908-ից ի վեր գործում էր Օսմանյան Թուրքիայում որպես լեգալ կուսակցություն, այսինքն բացահայտ, որոշեցին անցնել ընդհատակ եւ նաեւ սկսել պայքար մղել մանավանդ իթիհադի դեմ, որպեսզի չկարողանան իրականացնել իրենց ծրագիրը եւ իմիջայլոց այդ ընթացքում նաեւ փորձել էին իրազեկել այսպես բոլոր հայկական ուժերը համախմբել, ասելու համար, որ մենք իթիհադի հետ չենք կարող համաձայնել կամ համագործակցել, որովհետեւ նրանք այսպեսի բան են ծրագրում։ Դժբախտաբար իրական այսպես չանսացին նրանց հորդորներն ու տեղի ունեցավ ինչ որ տեղի ունեցավ։ Լավ, փորձենք վերադառնալ մեր օրերը։ Այո։ Հնչակյան կուսակցությունը այսօր քանի երկրներում է ներկայացված եւ ինչ գաղափարներ է դավանում։ Կուսակցությունը ներկայացված է 13 երկրում եւ բոլոր ցամաքամասերում, ուրեմն սկսելով Ավստրալիայից մինչև Հարավային Ամերիկա։ Եվ Հարավային Ամերիկայում իմիջայլոց մեր ամենահին երկու կառույցներն են այնտեղ, Ուրուգվայում եւ Արգենտինայում։ Ճիշտ է հիմա բավական դժվար է, որովհետեւ այսպես նոսրացել է համայնքը, հայախոս նաեւ հատվածը համայնքների, հայ համայնքների փոքրացել է եւ դա դժվարություն ներկայացում մանավանդ նոր սերունդի համար, բայց կար ժամանակ, որ կուսակցությունը մանավանդ Արգենտինայում մշակութային բացի շարժում ունենալու շարժում անունով մշակութային միություն է, որը նաեւ ունեցել է դպրոց, ունեցել է ուրեմն շարժում թերթը եւ բավական աշխուժ է եղել։ Հիմա ավելի բավականին դժվար ժամանակներ են, բայց կարողանում են դեռ պահել իրենց ներկայությունը։ Ուրուգվայում մենք ունենք երկու կենտրոն,
այնտեղ բավականին ակտիվ աշխատանք են տանում մերոնք եւ մինչեւ Ավստրալիա եւ մնացած Եվրոպա, Միացյալ Նահանգներ, Միջին Արևելք գաղափարախոսությունը մնում է նույնը սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունն է եւ այդ բոլոր երկրներում համագործակցում ենք այն ուժերի հետ, ովքեր այս դավանում են այս գաղափարը։ Գուցե անսպասելի հարց տամ, Հնչակյան կուսակցության անդամներ միայն հայերն են, թե նաև այն երկրներում, որտեղ գործում եք այդ երկրի ազգությունների ներկայացուցիչները, որոնք կիսում են ձեր գաղափարները։ Չէ, դժբախտաբար եթե դա կարող է լինել, ասենք այստեղ Հայաստանում, դե Հայաստանում եթե չէ, որովհետև տեսեք, ոչ բոլոր տեղերում մենք քաղաքական գործունեությամբ զբաղվում բացահայտ, որովհետև երկրի օրենքներով երկրի կուսակցությունը պիտի զբաղվի երկրի քաղաքական գործունեությամբ։ Մենք քանի որ մեր առանձնացված է նաև այսպես դավանանք համայնքային բան ունի, բնույթ ունի, մանավանդ հայության հետ կապված հարցերով, բարձր է մենք չենք կարող այդ գործառույթներ անել։ Հասկանալի է։ Օրինակ Լիբանանում, Սիրիայում, Լիբանանում մանավանդ բացահայտ քաղաքական գործունեություն ենք ծավալում, որովհետև նաև ներկայացնում ենք հայ համայնքը։ Անկեղծ ասած հարցիս առիթը հենց Լիբանանն էր։ Այո, չէ, որովհետև Լիբանանում համայնքային դրություն է, ուրեմն կուսակցությունները նաև համայնքներ։ Հա, եւ Լիբանանը մի քիչ այլ կառավարման համակարգ ունի, ի տարբերություն այլ երկրների։ Այո, եւ այդ պատճառով էլ ասենք, երբ որ խորհրդարանի անդամ են դառնում հայ խորհրդարանականները, դրանք ներկայացնում են կուսակցությունը, բայց նաև ներկայացնում են համայնքը, այսինքն ուղղափառ համայնքի ներկայացուցիչներ կան, կաթոլիկ համայնքի հայ ներկայացուցիչներ կան, բողոքական, այսպես է, այսինքն համայնքային դրույթը շատ ավելի այսպես արմատավորված է եւ ներկայացչական է, քան թե ասենք կուսակցությունների ներկայությունը խորհրդարանից ներս։ Լավ, հիմա գուցե մի քիչ ցավոտ հարց տամ։ Տեսեք, հայ ավանդական 3 կուսակցությունները Սփյուռքում, ռամկավարները, դաշնակները, հնչակները, ինչ փոխհարաբերությունների մեջ են հիմա։ Անցյալի պատմություններին չանդրադառնանք, որտեղ այդ պատմություններն էլ պակաս ցավոտ ու պակաս ակասական չեն եղել, պակաս տարողող չեն եղել հայկական միասնությունը Սփյուռքում, բայց անդրադառնանք հիմա։ Հիմա ինչ փոխհարաբերություններ ունեք։ Ուրեմն շատ այսպես նաև կարող եմ հաստատապես ասել, որ 3 կուսակցությունները Սփյուռքի հետ վերաբերող կամ Սփյուռքի համահայկական այսպես համազգային արժեք ունեցող խնդիրների վերաբերյալ միշտ համագործակցում ենք։ Եվ դա գալիս է նաև դարը փորձից, ուրեմն 58 թվականի, 1958 թվականի, երբ եղբայրացման կռիվներ եղան հնչակյան եւ դաշնակցական ուրեմն երիտասարդներ 300-ից ավել զոհվեցին անտեղի, որովհետև մենք ներքաշվել էինք քաղաքական ուրեմն Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքին երկու հակադիր կողմերի մեջ եւ դրա պատճառով այդպիսի բան տեղ ունեցավ եւ բարեբախտաբար հետագայում այդ իրավիճակը վերացավ եւ կարելի պիտի ասել այդ օրերին նաեւ խորհրդային Հայաստանի շնորհիվ, որովհետեւ Շիրակ խումբը ֆուտբոլային եկավ Լիբանան եւ այդ ձնհալ համարվեց դա ձնհալ, որովհետեւ առաջի անգամ դնելով երկու կուսակցությունների միությունները այդ մարզական ֆուտբոլային խումբերը ուրեմն միացյալ այսպես խմբով հավաքական Շիրակի հետ հանդես եկան եւ դա պատճառ դարձավ, որ այդ ձնհալը տեղի ունենա եւ ով հաղթեց Շիրակը հաղթեց։ Ամենակարևոր ձեռքբերումը եղավ նա, որ 75-ի պատերազմին արդեն երբ որ երկար քաղաքացիական պատերազմ, որ 15 տարի տևեց, այդ ընթացքում 3 կուսակցությունները միավորվելով համայնքը միավորեցին, որդեգրեցին ուրեմն դրական չեզոքություն, այսպիսի գաղափար, որ նշանակում էր, որ հայ համայնքը չեզոք է մնալու բոլոր գործընթացներից Լիբանանում տեղի ունեցող։ Եվ այդ քաղաքականության շնորհիվ նախ հայ համայնքը եղավ ամենակիչ վնասվողը եւ ամենակարևորը միջ համայնք, այսինքն մեր ներհամայնքային որևէ խնդիր չառաջացավ, որովհետեւ կարգավորող մարմին գոյություն ուներ եւ որևէ ժամանակ որ փորձեր եղան ստեղծելու նման բան, այսինքն գալիս էին եկան Հնչակյան կուսակցության ուրեմն կենտրոնի մոտ ական դրեցին, պայթեցրեցին, նույն օրը գնացին Բուրչամուդում դաշնակցության ղեկավարներից մեկի խանութի դեմը դրեցին,
տպավորություն ուզեցին ստեղծել որ ուրեմն դաշնակցականները անիմաստ չէ եկել են հնչակյաններն էլ պատասխանել են բայց ամիջապես կանխվեց որովհետև շատ այսպես լայն եւ շատ բան հաստատուն համագործակցություն կար եւ հստակորեն դա բարձվեց որ դա դավադրություն է եւ պետք չէ դրան ենթարկվել այսպես ժամանակներ ասել եք ստայր որ Սփյուռքում բավականին այսպես շատ լայն համագործակցություն կա, որտեղ բոլորս է գիտակցում ենք, որ մենք որպես այսպես գաղութներ ենք ասում, չէ, գաղութներում չի կարելի այդպես բաժան լինել, որովհետև պայքարում ենք մի ընդհանուր հարցի համար, որ ասենք հայաբահբանումն է, հայեցի դաստիարակությունն է երիտասարդների եւ համայնքների այսպես աշխուժությունն է եւ նման բան մեզ շահելությունը չունենք թույլատրելի չի Հակասությունը իհարկե Հայաստանի քաղաքական իրավիճակից է նաև կախված այդտեղ է որ անհամաձայնություն կա մոտեցումների բայց ընդհանուր առմամբ այդ համագործակցությունը միշտ շարունակվում է լինել Լավ համագործակցությունը հրաշալի է բայց տեսեք 2018 թվականից հետո այնուամենայնիվ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ինչ որ փոփոխություններ եղան Առավելևս այդ փոփոխությունները բավականին խորացան 20-20-ի պատերազմից հետո։ Ես ուզում եմ հասկանալ հիմա ու ձեր օգնությամբ ուզում եմ մեր ունկնդիրներին ներկայացնել, թե հիմա Սփյուռքում ինչ են մտածում Հայաստան-Սփյուռք կապի մասին։ Ինչ են ակնկալում, որ Հայաստանի իշխանությունները կամ Հայաստանի ժողովուրդը պետք է անի այդ կապը խորացնելու համար։ Արդյոք կան վերադարձի ծրագրեր, ցանկություններ կամ ինչ բողոքներ ունեն Հայաստանից, որովհետև համագործակցություն, բայց այստեղ բավականին տարատեսակ ընկալումներ կան Սփյուռքի վերաբերյալ նաև։ Ես ուզում եմ առիթից օգտվելով ասել նաև, որ Հանրապետություն կուսակցությունը, եթե 2026-ի իշխանություններում գա իշխանության, մտադիր է վերականգնել Սփյուռքի նախարարությունը, որովհետև մենք կարևորում ենք աշխարհասփյուռ հայության հետ կապը, որովհետև ես ձեզ ուզում եմ էլի հիշեցնել, որ 1999 թվականի սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք առաջին համաժողովում Վազգեն Սարգսյանի ելույթը, այդ ելույթի դրույթները ու նաև են, որ Վազգեն Սարգսյանը, եթե 2000-ին կազմավորեր իր կառավարությունը, այնտեղ լինելու էր Սփյուռքի նախարարություն, դա արդեն որոշված էր։ Ինչպես նաև որոշված էր, թե ինչ ցանցային կառուցվածք պետք է մենք ունենանք Սփյուռքում։ Այդտեղ միայն Հայաստան-Սփյուռք կապը չէր, նաև Սփյուռքը միավորելու, ամբողջ Սփյուռքը միավորելու գաղափարներ, որ ասենք դուք հիշատակեցիք Ուրուգվայը, չէ՞, Արգենտինան, Ուրուգվայը, Արգենտինայում, Ուրուգվայում, չգիտեմ, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում, տարբեր տեղերում գտնվող ճարտարապետները իրար հետ ունենային ընդհանուր կապեր, միմյանց հետ ունենային որոշակի նախագծեր, բժիշկները ունենային մասնագիտական կապերը, Հայաստանին ուղղվող ծրագրերը, որովհետև որևէ մեկի համար գաղտնիք չի, որ Հայաստանում շատ երկար ժամանակ Սփյուռքը դիտվել է իբրև ֆինանսավորման աղբյուր, բարեգործական ծրագրերով կլինի, անհատ բարեգործների նվիրատվություններով կլինի, թե ինչ կլինի, բայց մենք կարծես թե այստեղ բարբերաբար սպասել ենք, որ հիմա սփյուռքահայերը կգան, կամուրջ կկառուցեն, սփյուռքահայերը կգան, դպրոց կկառուցեն, սփյուռքահայերը կգան, ինչ որ բան կկառուցեն ու կգնան։ Մենք հիմա չենք ուզում, որ սփյուռքահայերը գան ու գնան, մենք ուզում ենք գան ու մնան, եւ դա է մեր գլխավոր խնդիրը։ Ու էլ եմ կրկնում, որ Հանրապետություն կուսակցությունը իշխանության գալու պարագայում վերականգնելու է Սփյուռքի նախարարությունը եւ փոխելու է Սփյուռք առ Սփյուռք պետության, իշխանության վերաբերմունքը գաղափարապես սկզբունքային շրջադարձային փոփոխություն է անելու։ Մենք միմյանց հասկանալու կարիք ունենք, մենք միմյանց ճանաչելու կարիք ունենք, վերջապես Սփյուռքը սիրում է հայրենիքը, Հայաստանը սիրում է իր Սփյուռքում բնակվող զավակներին, բայց այդ սերը չպիտի լինի ապրիորի, այդ սերը պիտի ունենա գործուն, օգտակար գործողության գործակից, գործուն մեխանիզմներ։ Ես գուցե ավելի շատ ելույթ ունեցա, քան հարց տվեցի,
կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը, այնուամենայնիվ շատ եմ ուզում, որ դուք այս հարցին նույնքան ընդարձակ, որքան ես ընդարձակ հարցրեցի, պատասխանեք, որտեղ սա իսկապես մեզ համար շատ կարևոր հարց է։ Դե մի շարք ձեր ասած խոսքերդ յոլի համաձայն ենք, որ այնտեղ խնդիր ունեցել ենք եւ այսօր խնդիր ունենք Սփյուռքի եւ Հայաստանի այսպես ավելի գործնական եւ ավելի արդյունավետ համագործակցության վերաբերյալ։ Ու խնդիրը կայանում է նրանում, որ ուրեմն նախորդ մինչեւ 2018 6 համաժողով է եղել Հայաստանը Սփյուռք։ Եվ այդ համաժողովների ընթացքում բավականին լուրջ հարցեր են քննարկվել, բավական լուրջ ծրագրեր են մշակվել, բայց գործնականացնել հնարավոր չի եղել։ Հիմա այստեղ ես ուզում եմ նաև մի բան ասել, որ միգուցե նաև որոշ այսպես թյուրընկալում կա եւ Սփյուռքի կողմից էլ Հայաստանի։ Եվ դա առաջերտին դա է պետք վերացնել, որովհետև ակնկալությունները երբեմն ավելի են լինում, քան կա իրականության մեջ հնարավոր է անել, եւ նաեւ մյուս կողմից էլ ասենք նախորդող տարիներն անշուշտ ավելի շատ։ Ուրեմն այդ թյուրընկալման առանցքը ինչ որ արդյունք ենք միմյանց հասկանում։ Նախ սկսենք Սփյուռքի պատկերացնախ, պիտի սկսենք Սփյուռքից, որպես այսպես գոյություն կամ ինչ է Սփյուռքը։ Հարցը նա է, որ Սփյուռքը բնորոշել հնարավոր չէ։ Այնտեղից պիտի սկսենք։ Եվ շատ դա կարևոր է հասկանալ, իմանալ, Սփյուռքը ունի տեղայնացված մոդել։ Այսինքն, յուրաքանչյուր երկրում, յուրաքանչյուր ցամաքամասում մոտեցումները եւ նաեւ Սփյուռքի կառույցը տարբեր է իրար, տարբերվում է իրարից, որ նաեւ առավելությունն է Սփյուռքի։ Հիմա գոյություն ունի ավանդական Սփյուռք, որ երկար ժամանակ, ասենք, որոշ երկրներում եղել է։ Ցեղասպանությունից հետո ձևավորված։ Եվ նույնիսկ ցեղասպանությունից առաջ ձևավորված։ Օրինակ Միացյալ Նահանգների արևելյան ափերում հայ ուրեմն ներկայությունը այնտեղ 19-րդ դարի վերջերից է եղել։ Հետո նոր, որովհետև այդ ժամանակ երբ որ Միացյալ Նահանգները այսպես տնտեսական զարգացում էր ապրում, աշխատողների պակաս ունեին եւ այն բաները ուրեմն քարոզիչները, միսիոներները, որոնք գալիս էին Օսմանյան Թուրքիա, այսպես թուրքերեն հավատափոխ անելով քրիստոնյա դարձնելու, նրանց հիմնական գործունեությունը հետո վերափոխվեց եւ դարձավ ուրեմն աժան աշխատուժի, բանվորների ներհոսքը դեպի Միացյալ Նահանգներ եւ այդտեղ ահագին հայեր հայտնվեցին արևելյան ափերում։ Կա այդ Սփյուռքը, կա ցեղասպանությունից հետո կազմավորված շատ ավելի մեծ Սփյուռքը, մանավանդ ասենք Միջին Արևելքում, Լիբանան, Սիրիա, Հորդանան, Լիբանան, Սիրիա հիմնականում, բայց նաեւ մնացյալ տեղերներ, Պաղեստին մի ժամանակ կար, Հորդանան, այդ Սփյուռքը բոլորովին ուրիշ Սփյուռք է, որովհետեւ այդ Սփյուռքն էր, որ զարգ տվեց ասենք դպրոցների, մշակութային, կրթական, եկեղեցական լրագրեր, թերթեր, ամսագրեր, լիարժեք համայնքի գաղութի ձևավորման, որի շնորհիվ նաև սերունդներ աճեցին հայեցի դաստիարակությամբ եւ նաև ցեղասպանության նաև 65 թվականից հետո այդ ցեղասպանության ճանաչման պայքարի այսպես սկիզբը դրվեց այնտեղ։ Հետո նաև հիմա գոյություն ունի նաև նոր Սփյուռքը կազմավորված է բացառապես Հայաստանից արտագաղթած 90-ականներից ի վեր հայրենակիցներով։ Այստեղ է որ մի քիչ տարբերվում են մոտեցումները եւ ակնկալությունները, որովհետեւ Հայաստանից արտագաղթածի համար շատ հարցերում նրանց համար օքեարազատ խնդիրներ կան տեղական առումով։ Այսինքն եթե արտագաղթել է, ասենք Աբովյան քաղաքից, նրա համար Աբովյան քաղաքի հետ նաև հարցեր կա, որ հետաքրքրեն։ Ավանդական Սփյուռքի համար ավելի շատ խորհրդանշական է եղել հայրենիք Հայաստան հասկացողությունը։ Ու այդ ներփություններից ելնելով որոշ անհասկացողություններ են եղել երբեմն։ Մինչև 18 թվականը մի բան կարող եմ ասել վստահ։ Այսինքն ձեր պատասխանից ես ուզում եմ եզրակացնել, որ հիմնականում տվյալ երկրում բնակվողների եւ սփյուռքահայերի երկրորդ, երրորդ ալիքների մեջ էլ թյուրըմբռնումներ կան։ Այո։
Եվ օրինակ լավ ամենավան վառ օրինակը տամ։ Մինչև 18 թվականը Հայաստանի քաղաքական ներքաղաքական խնդիրներով ամենաշատ հետաքրքրվող Սփյուռքի համայնքը եղել է Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի համայնքը։ Ինչու, որովհետև ամենամեծ հայաստանյան ներկայություն ունի։ Օրինակ Լիբանանի, Սիրիայի այդքան մեծ գաղութները այդքան մխրճված չեն եղել ներհայաստանյան քաղաքական իրավիճակներում։ Եվ դա մենք նույնիսկ մեր կուսակցության մեջ ենք տեսել։ Այսինքն այն շեշտվածությամբ, որ ասենք Միացյալ Նահանգներում մանավանդ 2003-ին, երբ որ առաջին ընտրություններ Ստեփան Դեմիրճյանի ընտրության ժամանակ այդ գործունեությունը քաղաքական ակտիվ եւ 2008-ին երբ արդեն ՀԱԿ-ն էր Դեմոկրատիայի վերադարձ։ Ուրեմն այդ ընթացքում բավականին շատ աշխուժ գործունեություն կար, նաև հնչակյան կուսակցության մասնակցություն այնտեղ, բայց ասենք միշտ երկրներում շատ ավելի զուսպ էր։ Ամեն ինչ փոխվեց 2018-ին, դա պիտի հստակորեն ասենք, եւ մեծապես մեծացավ ժողովրդի սփյուռքահայերի հետաքրքրությունը Հայաստանով։ Արդեն Հայաստանի ներքաղաքական կյանքով եւ այն ողջավորությամբ, որ այստեղից սկսվեց ու տարածվեց ամբողջ աշխարհով մեկ։ Ու դա անշուշտ փոխվեց 20 թվականից հետո, որովհետեւ փաստորեն ես ճիշտ առանձնացրեցի։ Այո, որովհետեւ այդ ողջավորությունը իսկապես համակել էր բոլորին ու պարտությունը նաև այդ ցավալի այդ հետևանքը շատերի համար շատ ցավոտ էր ու այսպես կարելի ասել հիմա որոշ մարդիկ կան շրջանակներ, որոնք նույնիսկ չեն ուզում այդպես այն հետաքրքրությամբ որ առաջ ունեն հիմա հետաքրքրվել, որովհետև դեռ ապրում են այդ ցավը ու չեն կարողացել թոթափել։ Հիմա ինչ պետք է անել։ Շատ լավ, գիտեք, կներեք դες ընդհատելու համար, տեսեք, ես էլի տալիս եմ ցավոտ հարց։ Արդյոք չկա Սփյուռքում այն գիտակցությունը, այո ցեղասպանությունը երբևէ հնարավոր չէ ոչ մոռանալ, ոչ ուրանալ, դա միանշանակ է։ Այո։ Բայց չկա Սփյուռքում այն գիտակցությունը, որ այն ամբողջ ներուժը, այն ամբողջ ջանքերը, ֆինանսական, բարոյական, մտավոր, քաղաքական կապիտալը, որ դրվել է ցեղասպանության ճանաչման վրա, եթե 1988 թվականից ի վեր դրվեր Արցախի ճանաչման վրա, մենք բոլորովին այլ արդյունք կունենայինք։ Չկա այդ ընկալումը։ Չէ, ընկալումը կա, ջանքերը կար, բայց մենք խնդիր ունեինք, մեծագույն խնդիրը կայանում էր նրանում, որ հարցի ձևավորումը, այսինքն շարժիչ ուժը Սփյուռքը պիտի չլիներ։ Մենք միշտ ասել ենք, Սփյուռքը միշտ օժանդակող դերում պիտի լինի։ Շարժիչ ուժը պիտի լինի Հայաստանը, Հայաստանի պետությունը, Հայաստանի պետական։ Բայց Սփյուռքը կարող էր աջակից լինել, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այո, ձևավորված հայկական գաղթօջախները։ Այո, եւ բավական աշխուժ աշխատանք է տարվել։ Բայց եկեք հիշենք, որ քաղաքականության վրա ազդելու, այսինքն Միացյալ Նահանգների կոնկրետ քաղաքականության վրա ազդելու, որպեսի նրանք, օրինակ 907 բանաձևը ձևավորվել է, դա ամենավառ օրինակն է այդ աշխուժության քաղաքական, բայց մենք ուրիշ խնդրի հետ ենք առնչվում, որ Արցախի ճանաչման խնդիրներ եւ նաեւ ասենք միջազգայնացման խնդիրներ հարցի, որտեղ մենք հստակ արգելքներ ենք հանդիպում, որովհետև մեծ պետություններ, ինչպես նաև պարզվեց վերջում, նրանք բոլորովին այլ պատկերացում ունեն, ուղղակի մեր պատկերացումը եւ ակնկալություններ շատ ավելի մեծ, քան իրականում հնարավոր էր դա գործադրելի դարձնել։ Այսինքն, երբ որ մենք խոսում էինք ասենք Արցախի ինքնավարության անկախացման, մենք ինքնավարության հասկացողությունը նույնացրեցինք, ասենք, անկախության հետ։ Հայկական երկրորդ պետականություն։ Այո, ու քանի որ դա միջազգային ընտանիքի կողմից անընդունելի էր ի սկզբանե, այսինքն տարածքային ամբողջականությունը ինքնավարությունից ավելի բարձր էր դասվել եւ մինչեւ վերջերս էլ այդպես էր։ Ու մենք դա մեր մոտ դա այսպես չընկալվեց որպես այդպեսին եւ դրա համար էլ անընդհատ բախվում էինք այսպես պատնեշների, արգելքների ու չկարողացանք թոթափել։ Խնդիրը կայանում է նրանում, որ նաև օրինակ ամենապարզ օրինակը, եթե մենք պայքարում ենք, եթե գնում ենք Միացյալ Նահանգներում եւ կոնգրեսականին ասում ենք ճանաչեք Արցախի անկախությունը, Միացյալ Նահանգները թող ճանաչեն անկախությունը։ Շատ պարզ հարց պիտի տան, իսկ ինչու Հայաստանը չի ճանաչում անկախությունը։ Երեք ինչի եմ այդ հարցը տալիս, որովհետև
Թե Սփյուռքում, թե Հայաստանի Հանրապետությունում շատերը ապրիլի 24-ին այսպես նստած մտածում էին Ամերիկայի Միացյալ Նահանգների հերթական նախագահը կասի գենոցիդ, թե կասի ջարդ, թե կասի եղեռն, թե կասի ինչ։ Լավ։ Ռեյգանն ասեց։ Այո, Բայդենն ասեց։ այո։ Ինչ փոխվեց։ Դե գիտեք, Ինչ փոխվեց։ Ես շնորհակալ եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, թե նախագահներին, թե կոնգրեսին, թե բոլորին շնորհակալ եմ, բայց միանգամայն ճիշտ եք բացարձակապես ձեզ հետ համաձայն եմ։ Երբ Հայաստանի Հանրապետությունում չի ձևավորվել այդ պահանջատիրության փաթեթը, թղթածրարը պատմական, որ 2015-ին խոստացվեց, երբ չենք հասկանում մենք ինքներս մեզ համար չենք պարզել, ցեղասպանության ճանաչումը մեզ համար ինչ է, ինչ ենք ակնկալում մենք Թուրքիայից, հողային պահանջ ենք ներկայացնում, փողային պահանջ ենք ներկայացնում, ասում ենք էս, որ եղել են հայկական վերադարձրեք մեզ, թե ասում ենք դե լավ, ընդամենը ասեք ներողություն, որ ասեք ներողություն, հետ այսում ենք եղբայր ենք, այդ գիտակցության պակասը խանգարել է, ես կարծում եմ, Հայաստանի Հանրապետության ներսում, անկախությունից առաջ, երբ ընդհանրապես ցեղասպանություն անտալը մինչև 1965 թվականը տաբու էր։ այո, Աքսել Բաքունց են գնդակահարել Ծիրանի փող պատմվածքի համար, այո։ ընդամենը Ծիրանի փող պատմվածքի համար։ Եղիշե Չարենց են սպանել, ուրիշ արդեն մյուս, ասենք, մյուս գրողներին, մյուս ճարտարապետներին, մտավորականներ ու հասարակ մարդիկ նրանց անունը այս պահին չհիշատակենք բոլոր զոհերի հիշատակը հարգելով, բայց մենք չհասանք այդ ընկալմանը։ Եվ ավելին այդ ընկալումը մեզ նաև խանգարեց այո Արցախի հարցում։ Սա է խնդիրը։ Մի քանի երկու ասի բաժանենք ցեղասպանության ճանաչման պայքարը, որը սկսվեց 65-ից ձևավորվեց 3 այսպես առանցքների շուրջ ցեղասպանության ճանաչում որպես առաջին էտապ, հատուցում որպես երկրորդ էտապ եւ վերականգնում։ Ինչու՞ չհասանք երկրորդ էտապին։ Հիմա մենք տարիներ շարունակ գոնե մեր կուսակցությունը գոնե կարելի ասել 2000-ականների սկզբից հարց ենք դրել մեր արչև եւ նաեւ մեր գործընկերների արչև, որ ժամանակն է անցնել անգլերեն բառով կոչվում է beyond recognition, այսինքն ճանաչումից այնտին, ուրեմն որպեսզի սկսենք ձևավորել մեր պահանջատիրության փաթեթը, ու մենք խոսել ենք այն մասին, որ դժբախտաբար վերնագրային մոտեցումից առաջ չենք անցել ու նույնիսկ օրինակն է ես տալիս հաճախ, ասելով որ կարող ենք 20 հայի նստեցնել եւ մի երբեքանչյուրին ձերքը մի թուղթ տալ եւ ասել ինչ է ձեր պատկերացումը հատուցման։ Եվ կստանաք 25 կարծիք։ Այո, կստանանք 25։ Ուրեմն մենք խոսել ենք, որ պետք է ունենանք իրավական փաթեթ եւ այդ իրավական փաթեթը միջազգային օրենքների հետ համապատասխանող լինի, որպես երբ որ մենք մեր հայցը բարձրացնում ենք, չենք միջազգային դատարան, դա ունենա այսպես օրինական հաստական հենք, որպեսի նաև Թուրքիան եթե պիտի հակաճարի, Թուրքիան էլ պարտավորված լիներ հակաճարել փաստական տվյալներով։ Մենք երբեմն մեր ցանկությունները անլուծելի մոտեցումները ձևավորել ենք եւ դրել ենք մեր առաջ որպես խնդիր, առանց հասկանալու որ այն հարցը որ դու չես կարող լուծել, չես կարող նաև քաղաքականության վերածել։ Հիմա Հայաստանի հարցով, Հայաստանի քաղաքականության հարցով արտաքին մեր համար օրինակ ընդունելի չի եղել, երբ որ 98-ին փոխվեց, չէ, ասվեց ցեղասպանության ճանաչումը լինելու է Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր խնդիրներից մեկը։ Շատ լավ։ ՄԱԿ-ի ամբիոնից Ռոբերտ Քոչարյանն էլ էր դա հայտարարել։ Շատ լավ, ուրախ ենք որ այդպես էր, բայց ինչ արեց։ Դրան ինչ հետևեց, ոչ մի բան։ Դրան պետք է հետևեր քաղաքականություն։ Դրան պիտի հետևեր, եթե դա օգտագործվում էր Հայաստանի կողմից որպես լծակ Թուրքիայի հետ հարաբերությունները, ասենք, կարգավորելու, դա մի հարց է։ Եթե դա դեկլարատիվ էր միայն, ինչ ստացվեց։ Ստացվեց, որ Հայաստանը դա Թուրքիան օգտագործեց դա պատմականների հանձնաժողով։ Այո, ոչ միայն դա, բոլոր բանակցությունների ընթացքում Թուրքիան վերանեց, ասելով, որ բայց դուք մենք ասում ենք, մենք ձեր հետ ուզում ենք հարաբերել առանց նախապայմանի, իսկ թուրքերը ասում են, բայց դուք նախապայման ունեք։ Առաջին նախապայմանը դուք եք դնում։ Ու այստեղ խնդիր առաջացավ։ Ու մենք այն ժամանակ առաջարկել ենք եւ հիմա նույնիսկ արդեն հիմա մի քիչ փոխվել է, բայց մինչեւ վերջերս մենք ասում ենք հետեւյալը։ Մենք ասում ենք, որ պիտի
նախ այդ փաթեթը պատրաստվի, այսինքն իրավաբանների, միջազգային մասնագետների, օրենքի, մարդու իրավունքների բոլոր այդ մասնագետները պիտի հավաքվեն եւ պիտի ասենք որոշեին, որ հատուցման, այսինքն մեր կորուստները պիտի ինչ որ չափով ձևավորվեր, ասենք թղթի վրա եւ հետո Ես էլ հենց դա եմ հա ասում։ դա ու նույնիսկ մի բան էլ ասեմ, մենք շատ ենք հնչեցրել այն մտահոգությունը, որ շատ մեծ նյութական եւ մարդկային ուրեմն ներուժ է օգտագործվում ճանաչումը անընդհատ արձարծելու մեջ, որտեղ մենք գտնում ենք, որ ճանաչման հարցը allևս վերջած լուծված է վերջնականապես, այսինքն ցեղասպանության փաստը անժխտելի փաստ է։ Հիմա թե Թուրքիան ընդունում է թե չի ընդունում, երկրորդական է։ Հարցը նա է, որ միջազգային Անհերքելի փաստ։ Անհերքելի վերջ։ Ուրեմն մենք պետք է անցնենք, գիտեք ինչն էր խնդիրը։ Խնդիրը նա էր, որ ճանաչման պայքարը այնքան էր հեշտացել մեր համար, որովհետև արդեն սովորել էինք ինչ անելու։ Կարծեք թե խրճում էինք ավելի դժվար, որովհետև մյուսը շատ ավելի բարդ, շատ ավելի տարողունակ, շատ ավելի նյութական եւ մասնագիտական ներուժ պահանջող խնդիր է, որ մենք երբեք չկարողացանք այդ անցումը անել։ Հիմա Հայաստանի պետության օրինակ մենք մեր պատկերացումը նաեւ կուսակցության այն էր, որ պետք չի Հայաստանի պետության արչեւ դնել մի խնդիր, որ քաղաքականապես ինքը չի կարող լուծել եւ կարող է խոչընդոտել իր հարաբերությունների միջազգային առումով։ Չէ, գիտեք, այստեղ կա նաեւ այլ հարթություն, տեսեք, թուրքերի կառավարությունը ցեղասպանել է ոչ միայն հայերին, իհարկե հայերի ծավալին որևէ այլ ժողովրդի ներկայացուցիչ չի համեմատվի, բայց եղել է հույնների ցեղասպանություն, եղել է հրեաների ցեղասպանություն Օսմանյան կայսրության տարածքում։ Եվ այսօր թուրքերը հիանալի հարաբերվում են հույների հետ, ունեն դիվանագիտական հարաբերություններ, ՆԱՏՕ-ի անդամ են։ Այո։ Առևտուր են անում, որևէ խնդիր հույների հետ չունեն։ Ու հույները խնդիր չեն դրել, Թուրքիան ճանաչի իրենց ցեղասպանությունը, կամ դրել են ու այդ խնդիրը չեն լուծել։ Ինձ համար օրինակ ֆիասկո էր, երբ Էրդողանը հերթական անգամ որոշեց Այա Սոֆիայի թանգարանը Այա Սոֆիան վերածել մզկիթի, եւ ինչ արեցին հույները, ընդամենը 7 օր սուք արեցին եկեղեցիներում, ուրիշ ոչինչ։ Դա ֆիասկո է ինձ համար։ Խոստովանում եմ, որովհետեւ այդ խնդիրը ինձ համար միշտ իսկապես շատ ցավոտ խնդիր է եղել։ Ու կարծում եմ ցավոտ խնդիր է ոչ միայն ինձ համար, այլև բոլորիս համար։ Հարցը նա է, որ այսօր ինչն է մեր առաջնահերթությունը, այնտեղից պիտի բանանենք, սկսենք։ Եվ ինչպես նշեցի, մենք ջադագովել ենք եւ այսօր ջադագովում ենք համահայկական խորհրդի հասկացողությունն ենք, որ 2017-ին, այսպես 16-ից սկսյալ աշխատանք սկսեց այդ գործի վերաբերյալ եւ մեր մոտեցումը նա էր, որ եթե ունենանք համահայկական խորհուրդ, դերերի բաշխում կլինի շատ ավելի հստակ, թե ինչով է զբաղվելու Սփյուռքը, Սփյուռքյան կառույցները, ինչով է զբաղվելու Հայաստանի պետությունը։ Եվ ու մենք օրինակն ենք բերել, ասելով որ օրինակ ցեղասպանության ճանաչման հարցը, որ այսքան տարի մեծ հաջողությամբ Սփյուռքը առաջ է տարել, Հայաստանի պետությունը անելիք չունի այնտեղ, արդեն չի արել ոչ մի բան, ու երբ որ Հայաստանի, ասենք պետությունը, պետական գործիչները ողջունում են այս կամ այն երկրի ցեղասպանության ճանաչման փաստը, դա ոչ մի Հայաստանի համար օգտակար բան չէր բերում քաղաքականապես, ընդհակառակը դա Թուրքիայի համար դառնում էր հերթական զենք, նորից Հայաստանին մեղադրելու ասելու համար, որ դուք ասենք տեսեք Թուրքիայի նկատմամբ ասենք ճնշում եք բանեցնում։ Այդ ճնշումը դրսից Սփյուռքայությունը կարողանում էր շատ լավ ձևով առաջ տանել։ Հայաստանի դերը մենք պատկերացնում ենք, որ պիտի տեղի կայանար այն ժամանակ, երբ ասենք հատուցման հարցերն է լուծում, որովհետև վերջո ինչ որ մի կառույց թղթածրարի ուրեմն նաև հետապնդումը պիտի աներ եւ եթե վճիռը կայացվեր նպաստ հայության, ինչ որ ձևով այդ ասենք եթե նյութական էր լինելու, ինչպես էր բաշխվելու, ով էր լինելու տնօրինողը, արդեն Հայաստանի պետությունը կարող էր այդ դերը խաղալ։ Մենք հստակորեն նաև հասկացել ենք, որ այդ պահանջները, որ մենք դրել ենք, դժբախտաբար կար մոտեցում, որ այդ փաթեթները մեկը իրար հաջորդ փաթեթներ են, այսինքն ցեղասպանության ճանաչումը եւ հատուցումը չեն կարող մեկը մյուսից առաջ ընկնել։ Այսինքն անպայման պետք է Թուրքիան պարտադրել, որ ճանաչի, մտածելով որ հատուցումը կարող է հետո լինել, բայց
մենք անընդհատ մատնանշում ենք, որ օրինակ AXA-ի պատմությունը կամ Deutsche Bank-ի երբ որ մենք կարողացանք դատարանի միջոցով միջազգային իրավունքները Վերականգնել, այո։ ուրեմն նույն բանը կարելի է Այսինքն առաջինին պարտադիր երկրորդը կարելի է սկսել երկրորդ կետից։ այո, ու մենք միշտ դա շատ ավելի գործունեություն արդյունավետ կետ է։ Այո, ու մենք միշտ ասել ենք, որ պետք է զուգահեռ անել, պետք է մեկը մյուսից անջատ անել ու առաջ գնալ։ Հստակ է, որ երրորդը մեր ցանկության հողային այդ պահանջը իրատեսական չէր որևէ առումներով ներկա պայմաններում, իրատեսական չի։ Ու մենք նաև դա էլ ենք ասում, որ անիմաստ է դա սեղանի վրա դնելը ոչ միայն բանով, մանավանդ Հայաստանի համար, որովհետև պարզ է, որ բոլոր Հայաստանի նախագահները դա գիտակցելով հրապարակային միշտ ասել են, որ Հայաստանը հողային պահանջ չունի Թուրքիայից, Հայաստան պետությունը։ Դա շատ հստակ էր, որովհետև գիտեք, սա էլ է մի հարց, որ երբեմն չեմ ասում շահարկվել է, միգուցե նաև զգացական առումով, ազգային մեր գիտակցության առումով բարձրացվել է ու բարձրացվել է այնպես կարծեք, թե մենք իսկապես այդ հարցը լուծելու կամ Թուրքիայի վրա ճնշում բանեցնելով այդ հողերի վերադարձը ապահովելու միջոց ունենք հիմա։ Դա երազ է, որ չգիտեմ երբ պիտի իրականանա, բայց հիմա դա այդ հարցը մեջտեղ դնել, որովհետև այսօր լսում ենք կան մարդիկ, ովքեր խոսում են Գուլսունյանի իրավարարչի մասին, խոսում են Սևրի մասին, գիտեք, չի կարելի, հիմա կարելի է խոսել, բայց դա մտածել, որ որևէ մի օր Հայաստանի պետությունը Թուրքիայի նման պահանջ պիտի դնի, դա ես կարծում եմ ոչ միայն վտանգավոր է, այլ ուղղակի արկածախնդրություն է, որ շատ աղետալի հետևանքներ կարող ունենալ Հայաստանի համար։ Օրինակ, ասում եմ մենք պիտի չճանաչենք Թուրքիայի ներկա սահմանները։ Օրինակ մոռանում եմ, որ միակողմանիչ չէ ամեն ինչ։ Թուրքիան էլ կարող ասել, ես այդ չեմ ճանաչում ձեր սահմանները։ Ուրեմն եթե այդ սահմանային վեճը վերածվի, ասենք, պատերազմի, հետևանքը ինչ է լինելու, շատ հստակ է, չէ՞։ Խնդիրը կայանում է նրանում, որ ինչպես ասեցի, մենք մեր իղձերն ու երազները պիտի լինեն համապատասխան մեր հնարավորություններին։ Եվ ես շատ հաճախ եմ տվել Շահան Շահնուրի ուրեմն հայտնի խոսքը, չէ, ասում է, որ ասում են նպատակիդ ուղղությամբ վազի ամբողջ ուժով։ Եթե չես կարող վազել, քայլի, եթե չես կարող քայլել, սողալով գնա, բայց ասում է շատ կարևոր է, որ ժամանակ առ ժամանակ գլուխդ բարձրացնես եւ տեսնես, որ նպատակդ քո գնացած ուղղության վրա է։ Հիմա մենք շատ հաճախ շեղվել ենք ու մեր նպատակը միտեղ է, մեր ցանկություններն ու ուղիղները բոլորովին այլտեղ են։ Ու դա է պատճառ դարձել, որ չենք կարողացել այսպես շատ հստակ կազմակերպված այդ փաթեթների աշխատանքը տանենք, այդ լուրջ աշխատանքին ձեռնամուխ լինենք եւ նաեւ դա է պատճառը, որ մենք նաեւ նույն այդ սխալը գործեցինք Արցախի հետ կապված հարցում, այսինքն մեր ցանկալին ուրեմն ներկայացրեցինք որպես իրապաշտական, իրատեսական բան եւ կորցրեցինք ամեն ինչ։ Ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքը մանավանդ միջազգային հարաբերություններում երբեք չի գործել եւ չի գործելու։ Շնորհակալ եմ շատ հանգամանալից պատասխանի համար ու ուզում եմ վերջին հարցը ձեզ տալ նախքան բլիցին անցնելը։ Տեսեք, դուք լավ ծանոթ եք Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Տեղյակ եք անցուդարձին, իրադարձություններին, տարբեր կուսակցությունների դիրքորոշումներին։ Ես ուզում եմ ձեզնից իմանալ, հնչակյան կուսակցությունը մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Դե բավականին լուրջ խորհրդակցություն է գնում Հայաստանի վարչության ուրեմն կազմում, դե նախ միանշանակ կուսակցությունը տրամադիր է, մտադիր է այդ մասնակցությունը։ Եվ ինչ ձևաչափով։ Այդ ձևաչափի մասին է քննարկումը գնում, ինչպես բոլոր կուսակցությունները, որովհետև պարզ է, որ այս 26-ի ընտրությունները պատմական ընտրություններ են լինելու, որովհետև այնտեղ շատ կարևոր նաև գալիք խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։ Ձեր գնահատականով այս ընտրություններում ո՞րն է գլխավոր հարցը լինելու։ Գլխավոր հարցը լինելու է, թե ինչպիսի ապագա ենք մենք տեսնում, այսինքն խաղաղության գաղափարն է հաղթելու, թե վերադարձը դեպի հակամարտություն ու լարված, ասում ենք, իրավիճակ, այն ենթադրությամբ, որ մենք մեր իրավունքները կարող ենք վերականգնել, մեր հարաբերությունները մեր հարևանների հետ, ասենք, պահելով ինչպիսին է կամ ավելի այսպես մեր բանջները ներկայացնելով։ Հստակ է, որ առաջինը դա է լինելու, այսինքն ուրիշի վրա ապավինելով, որովհետև դժբախտաբար այդ երկրորդ տարբերակը, որ կարող է միգուցե ցանկալին է, բայց դա ենթադրում է երրորդ ուժի մասնակցությունը ենթադրաբար,
որ մեզ պիտի ասենք աջակցի օգնի, որպեսզի մեր նպատակներն հասնենք։ Այսինքն վերադարձ նույն սխալ մտածելակերպին, որ հասցրեց մեզ այսօրվան։ Այսինքն եթե մեր այսօրվա քաղաքական սլենգներին դիմենք, դրված է ինքնիշխանականների, ինքնիշխանության կողմնակիցների եւ գուբերնիստների խնդիրը։ Մոտավորապես, այո, այդպես է, որովհետեւ որևէ ձևով այսօրվա այս ընթացքը, եթե պիտի փոխվելու միակ ձևը դա է լինելու։ Այսինքն մենք կամավոր, կամովին ասում ենք, որ մենք ասենք բարձր Ռուսաստանի մասին է խոսքը, մենք Ռուսաստանի ուրեմն գերիշխանությունը, հեգեմոնիան ընդունում ենք, որովհետև հավատում ենք, որ նրանք են պաշտպանելու մեզ Թուրքիայից կամ Ադրբեջանի որևէ նկատմամբ։ Ինչպես պաշտպանեցին Արցախը։ Ինչպես, այո, ու դասեր քաղել, գիտեք, դա է ամենազարմանալին, որ բավականին ժամանակ է անցել եւ գետնի վրա իրականություններ են ստեղծվել, որոնք անտեսել հնարավոր չի։ Եթե չլինեին իրականությունները գետնի վրա, միգուցե կարելի էր բանավիճել ասել համար, որ ո՞րն է նախընտրելին, ասենք Ռուսաստանի աջակցությունը մեզ, թե ասենք այլ երկրների։ Մեզ փորձը ցույց տվեց, որ ոչ թե աջակցությունը պիտի ապավինենք, այլ մենք մեր վրա պիտի ուրեմն հույսը դնենք, ապավինենք, ուղղակի հարաբերություններ մշակենք ռազմավարական, տնտեսական բոլոր երկրների հետ, որպեսզի կարողանանք մեր ինքնիշխանությունը պահել եւ բոլոր հարցերը, որ մենք առաջ ենք դնում, բոլոր մեր մոտեցումները, քաղաքականությունը պայմանավորված լինի մեր պետական շահերով, այլ ոչ թե այս կամ այն երկրի շահերը հաշվի առնելով կամ այս կամ այն երկրին ագադրվելով։ Դրա կարիքը չունենք մենք, այսինքն մենք պիտի մեր ինքնուրույն քաղաքականությունը մշակենք, վարենք, որը բխում է Հայաստանի։ Այսինքն դուք անկախականների ճամբարում եք։ Միանշանակ։ Շնորհակալ եմ։ Անցնենք բլիցին։ Հին հայկական դիցարանում կար Տիր Աստվածը, դպրության, կրթության եւ Կարվահագն Աստվածը, ռազմի ու հաղթանակի Աստվածը։ Ձեր կարծիքով դարերի պատմության մեջ Տիրը հաղթեց Վահագնին, թե Վահագնը հաղթեց Տիրին։ Կարծում եմ Տիրը հաղթեց Վահագնին։ Այո։ Այո։ Շատ լավ, դեպքում ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք Հայր Աստված Արամազդին հայկական դիցարանի գերագույն Աստծուն։ Կհարցնեի ինչու է մեր ճակատագիրը այսպես եղել։ Լավ։ Հայաստանի 3 անհետաձգելի խնդիրները ձեր գնահատականով։ Առաջինը միանշանակ ինքնիշխանության պահպանումն է ամեն գնով։ Երկրորդը տնտեսական ուրեմն հարաբերություններ մշակելը հարևանների հետ եւ որևէ երկրի հետ, որ ուզում է, եւ երրորդ ամենակարևորը ամեն գնով այդ երկուսի միջոցով բարգավաճելն է, որպեսզի նաեւ ապահովի սփյուռքահայության գոյատևումը, որովհետեւ առանց հզոր Հայաստանի սփյուռքը երկարքանք չի կարող ունենալ։ Ինչից եք ամենից շատ վախենում։ Վախենում եմ անպտությունից։ Անակնկալը ինչպես եք վերաբերվում։ Նայած որ ինչ անակնկալ։ Անակնկալ։ Հաճելի անակնկալը եւ տհաճ անակնկալը տարբեր զգացումներ են առաջացնում։ Ծով թե լեռներ։ Ծով։ Ձեր հարցը ինչ։ Նավարցի։ Ձեր հարցը ինչ։ Դուք ինչպես եք տեսնում Հայաստանի ապագան։ Միանշանակ ինքնիշխան։ Միանշանակ եւ այդտեղ որևէ երկընտրանք չկա, անկախությունը մեզ համար անսակար կարժեք։ Միանշանակ, համաձայն եմ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Սիրելի ունկնդիրներ, այսպեսին էր Համբիկ Սարաֆյանը այսօրվա հենման կետում։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր դիտում էին մեզ, ովքեր մտադիր են լայքել, տարածել։ Ես խոստանում եմ, հաջորդ 3 շաբթի մենք ունենալու ենք ֆանտաստիկ հյուր։ Սպասեք մեզ եւ սիրեք մեզ։